Խաղացուն սելի աստծո ժողովուրդ, նայեք ժողովուրդ ջան, Մատթեոսի ավետարան 8-րդ գլուխ 19 խոսքից մի հրաշալի տեղ կարդանք, ասում է մեկ դպիր մոտենալով Հիսուսին ասաց. «Վարդապետ, ես քո ետևից կգամ, որտեղ էլ որ գնաս»։ Եվ Հիսուսը ինձ պատասխան տվեց այս երիտասարդին. շատերն են ուզում գնան Հիսուսի ետևից, շատերն են ուզում Հիսուսին հետևեն, բայց Հիսուսը ինչ է ուզում մեզանից, եւ այս դպիրից ինչ էր ուզում ասած լինել դպիրին Հիսուսը։ Հիսուսն ասաց նրան. աղվեսները որջեր ունեն եւ երկնքի թռչունները բույներ, բայց մարդի որդին, Աստծո որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի հանգիստ առնի։ Հիսուսը այս դպիրին ուզում էր ասել, որ ես հանգիստ ունենալու տեղ չունեմ, ես մի տեղ չունեմ, որ հանգիստ գլուխս դնեմ, հանգիստ առնեմ։ Իմ հետևից գալողը պետք է լինի այնպիսին, որ ես գոնե իր մոտ հանգիստ առնեմ, եւ մենք Հիսուսի մոտ հանգիստ առնենք, եւ Հիսուսը մեր մոտ հանգիստ առնի։ Ժողովուրդ ջան, ինչի համար, նայեք, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, հավատքի ժողովուրդը, քրիստոնյաները, եւ եկեղեցու գլուխը, մարմնի գլուխը Հիսուսն է։ Հիսուսն ուզում է այսօր տեղ, մի վայր, մի տաճար, մի եկեղեցի, մի ժողովուրդ, որի մեջ կարողանա Տերը գլուխը տնա, տեղ ունենա գլուխը տնելու եւ հանգիստ առնելու։ Մենք ուզում ենք Տերով հանգիստ առնենք, Տերն էլ ուզում է, որ մեր սրտի մեջ, մենք որպես Աստծո տաճար, Աստծո եկեղեցի մեր սրտում ինքը հանգիստ գտնի, տեղ ունենա մեր սրտում։ Հայտության գրքում ասում է, չէ, ահա ես դռան առաջը կանգնած թակում եմ, ով որ լսե դուռը բացե կմտնեմ նրա մոտ եւ նրա տնտրիկ կանեմ, նա էլ ինձ հետ ասում է եկեղեցուն, Լադովիկե եկեղեցուն։ Այսինքն վերջի ժամանակներում լինելու են ծառայություններ, եկեղեցիներ, որտեղ Հիսուսը չի լինելու։ Ծառայությունա կարծես արվելու առանց Հիսուսի եւ Հիսուսը լինելու է դրսում կանգնած թակելու, թե բացեք ներս մտնեմ եւ կամ քո սիրտը քո մոտ քո հետ ընտրիկ անեմ եւ հանգիստ գտնեմ ես քո հետ դու իմ հետ։ Այդ է Հիսուսն ուզում մեզանից, ժողովուրդ ջան։ Եվ պատանուն սա էր Հիսուսն ուզում ասել, որ երանի թե քո սրտում լինի տեղ հանգիստ գտնի։